Ողջունում եմ ձեզ սիրելի հետևորդներ, այսօր 5-շաբթի է և մեր հերթական հաղորդման օրն է։ Խոսելու եմ կարևոր մոլորակային դիրքերից, հունիս ամսվա մասին եմ խոսելու, այն ճակատագրականն է լինելու և կողմնորոշելու է մեր մոտակա 5 տարվա այդ պլանները։ Կանխատեսումներ կատարել եմ տարբեր հարթակներում, նույն կանխատեսումներն եմ կատարել, տարբեր քաղաքական հայացքներ ունեցող այդ անձիկ հաղորդավարները, հեռուստաընկերությունները, նրանք կտրում են իրենց ցանկալի հատվածը, դա են ներկայացնում, բայց միշտ ասեմ, որ երբեք չի եղել խոսքի սահմանափակում ոչ մի ալիքում, ոչ մի լրատվական տեղեկատվական հարթակում։ Նրանք ասել են՝ Գայանե, դու ազատ ես քո մտքերը արտաբերելիս, քո աստղաբանական այդ կանխատեսումները ներկայացնես։ Ասեմ արդարացիորեն այդպես է, սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ, մոլորակային դիրքերը իրենք պարտադրում են, միշտ ասում են, որ աստղերը հուշում են և պարտադրում են։ Եվ ինչն էր հետաքրքիր, երբ ամսի 18-ի իրավիճակն է դիտարկում Նիկոլ Փաշինյանի այդ այցերի ընթացքում այդ կոնֆլիկտային իրավիճակները, տհաճ խոսակցությունները և մտովի ասացի պետք է այդ օրը դիտարկեմ։ Ես հիշում եմ, որ եթե 16-ին լուսինը ցուլում էր և 17-ին նորալուսին էր, այդ նորալուսնի մասին ես հատուկ այդպես փոքրիկ վիդեոձայնագրություն էի տեղադրել Instagram-ում և Facebook-ում, ասեմ ձեզ սիրելի հետևորդներ, այո, նորալուսին էր և այդ նորալուսնի ընթացքում պետք է ձեռքի վրա գումարները դնեին կամ իրենց ցանկալի այդ տեղեկատվությունը դնեին, մոտակա 1 տարվա պլանները գրեին մոտավորապես 5 կետից և այդ ամենը նորալուսնին ցույց տային։ Պարտադիր չէր, որ լուսինը լիներ, էներգիան կա և այդ էներգիան դեռևս շարունակվում է, մայիսի 22-ին լուսինը առյուծի կենդանակերպում է լինելու, դեռևս կարող եք ձեր ծրագրերը ներկայացնել և ձեր այդ ֆինանսական հաջողությունների մասին ուղղակի այսպես ձեռքափով դնել և ֆինանսի հետ կապված այդ նորալուսնի դրվագը նորից կատարել, որտեղ Յուպիտերը խեցգետնում է, լուսինը օգնող հանգամանք է, 12 տարի մեկ է այդ դիրքավորումը լինելու, գումարը մեկ ձեռքի վրա, ասում եք պարուրում եմ սիրով, ուղարկում եմ ի կատարածվելու և այդ դրական էներգիան հնարավոր է մի քանի անգամ բազմապատկի ձեր ֆինանսական ռեսուրսները։ Սա այդ մասով, իսկ Նիկոլ Փաշինյանի մասով ասեմ, որ տեսնում եք այստեղ լուսինը երկորյակի կենդանակերպում, երկորյակի ինչ է, տհաճ խոսակցություններ, լուսինը առանց ընթացքի է դիտարկում ենք մի քանի ժամ առաջ, մի քանի ժամ հետո, դրա համար էլ այդ տհաճ խոսակցությունները, խնդրեմ, ամսի 18-ի արդեն երեկոյան ժամերին նոր իրավիճակը կամաց հանգստանում է, բայց եկեք տեսեք ողջ օրը, ամբողջ օրը նյարդային լարվածության պայմաններում նա աշխատել է, նա հանդիպել է մարդկանց հետ և արդյունքը դա է։ Ես կարծում եմ, որ աստղաբաններ չկան նրան ցուցումներ տվող, նրա արևը գտնվում է երկորյակում Մերկուրու հետ, նա ավելի շատ ինտելեկտուալ, այդպես փաստագրված ինֆորմացիային է հետևում։ Եվ այսպիսով ես փորձ եմ տալ հունիս ամսվա կանխատեսումները, որպեսզի հասկանանք ինչ է սպասվում։ Հունիսը շատ կարևոր է, մայիսի 31-ից լարված նորալուսին է լինելու և դրանից հետո արդեն հունիսի 1-ի համար փորձեմ ներկայացնել ձեզ կանխատեսումներ։ Հունիսի 1-ը սկսում է լուսնի դիրքով արդեն նորալուսին, տեսնում եք, փաստորեն ցերեկային ժամերին լուսինը աղեղնավորի կենդանակերպում և նույնիսկ առանց ընթացքի ոչ մի կարևոր գործ չենք կատարում, այդ օրը հանգիստ է լինելու, որքան գիտեմ, երկուշաբթի երեխաների հետ կապված, այդ երեխաների պաշտպանության օրն է լինելու, կարևոր գործերը կթողնենք մի քանի օր հետո, այդ օրերը կան, իսկ դուք ամսի 1-ին ուղղակի հպացիկ անցեք։ Հաջորդ օրը հունիսի 2-ին կրկին լարվածություն և ահա հենց ամսի 1-ից Մերկուրին արդեն իսկ գտնվում է խեցգետնի կենդանակերպում և այստեղ կտրուկ խոսակցություններ, լարվածություն տան անդամների, ղեկավարների և նրանք, ովքեր ուժային կառույցներում են աշխատում,
նրանք ովքեր պետական ադմինիստրատիվ համակարգում են, հնարավոր է լուրջ խնդիրներ լինեն, քանի որ այդ օրերը նաև համընկնում են համապետական ընտրության այդ օրերի հետ, ուստի ուշադիր եղեք ղեկավար անձնակազմի հետ ձեր հարաբերություններում։ Հնարավոր է վերջին օրով ասեմ, որ դիմում գրիր եւ ազատվիր աշխատանքից, եւ առավելապես այդ գոտում գտնվում են այծեղջուր, խոյ եւ խեցգետին կենդանակերպի ազդեցության տակ ծնվածները։ Անցնենք հաջորդ օր։ Հաջորդ օրը ինչ ենք տեսնում, սիրելի հետևորդներ, կրկին Լուսինե այծեղջուրի կենդանակերպում դեռևս լարվածություն շարունակում է ղեկավարների, ընտան անդամների, ներընտանեկան խնդիրներ, տան մեծերի հետ, բայց օգնող հանգամանք, որ ֆինանսական խնդիրները հնարավոր է լուծվեն։ Եվ ձեր ղեկավարների հետ նախորդ օրվա խնդիրները, եթե ինչ-որ բան պետք է ասեք, մանավանդ եթե ֆինանսի հետ է կապված, շատ կարևոր է, որ դուք դիմեք ամսի 3-ին, կամ մենք մոտալուտ օրեր ունենք, այդ օրերին կարող եք դիմել, որպեսզի խնդիրներ չունեք։ Ասում եմ, բարդ է նրանց համար, ովքեր ծնվել են այծեղջուր, խոյ, խեցգետին եւ կշեռ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար։ Հաջորդ օրը Լուսինե այծեղջուրում, ահա այսօրը հունիսի 4, հունիսի 5 եւ հունիսի 6, նաեւ 7-ը 4 դրական օր։ Հունիսի 4-ին պետական ադմինիստրատիվ կառույցների աշխատակիցների համար է բարենպաստ։ Չնայած չմտանակ Լուսին Յուպիտեր օպոզիցիա է, ձեր CV-ները կարող եք ուղարկել, այ ասում եմ, խնդիր ունեք, հարցի լուծում կա, կարող եք այդ մասին տեղեկացնել ձեր ղեկավարներին։ Պաշտոնի բարձրացում կարող է լինել, ձեր ձայնը լսելի կարող է լինել, ամսի 4-ին կարևոր է այծեղջուր, ցուլ, կույս եւ նաեւ ձկներ, այստեղ մենք դիտարկում ենք կարիճ այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածների համար, հաջորդ օրը արդեն օդի եւ կրակի ազդեցության տակ ծնվածների համար։ Ամսի 5-ին, չնայած երևի նախընտրական այդ արշավները քարոզությունը կանգ կառնի, բայց այն ընդհանուր առմամբ բարենպաստ օր է, կարող եք գովազդներ տեղադրել, համախոհների, գաղափարակիցների հետ ձեր ծրագրերը ներկայացնել, ընկերների հետ հանդիպել, նոր գործեր կարող եք սկսել, ճիշտ է, մարող լուսին է, բայց բացառիկ դրական դիրքեր, օրը բարենպաստ է, ջրհոս, խոյ, երկվորյակ, առյուծ, կշեռք, աղեղնավոր կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար, նախորդ օրը ասեցի հողի եւ ջրի տարիքի ազդեցության տակ ծնվածների համար է բարենպաստ։ Ամսի 7-ը կրկին բարենպաստ է, գնումներ կարող եք կատարել, օնլայն գնումներ կարող են լինել, Լուսինե ջրհոսի կենդանակերպ կենցաղային տեխնիկա, էլեկտրական սարքավորումներ, կարող եք դիմել Աստղաբանի, հենց այդ ժամանակահատվածում ես պլանավորում եմ սկսել աստղաբանության նոր կուրսը կամ գոնե արդեն դրա մասին հստակ հայտարարություն տարածել։ Դիմեք Աստղաբանի հունիսի 5-ին, հունիսի 6-ին եւ դուք կստանաք շատ հավաստի պատասխաններ ձեր հարցերին։ Ամսի 7-ը մի կողմից դրական դիրքեր, Լուսին Մերկուրի ներընտանեկան խնդիրներ լուծելու, ձեր այդ ապագա պլանները քննարկելու կարող եք գնել բնակարան, բայց ամսի 7-ը ընտրության օրն է, այդ օրը հնարավոր աշխատանքային չլինի, Լուսինը բարձրացող հանգույցի հետ ձկներում, ես ձեզ ասել եմ նախորդ իմ կանխատեսումներում էլ, որ հնարավոր է մարիաքաղաքային բնակչությունը մեծ մասնակցություն չցուցաբերի, որովհետև ակտիվ չլինի, որտեղ Վեներան, Յուպիտերը բարեկեցության երկու մոլորակները գտնում են խեցգետնում, Լուսնի հովանավորության տանը եւ նրանք առանց ասպեկտների են։ Ինչևէ ժողովուրդը կարող է տրամադրված է հեղափոխական այս էմոցիաներով, բայց կայուն միտքը կարծում եմ, որ այդ օրը կարող է հաղթել։ Անցնենք առաջ, ամսի 8-ը Լուսինը ձկների կենդանակերպում, կրկին դրական դիրքեր, ֆինանսական հարցեր լուծելու համար, նրանք ովքեր բանկերի հետ խնդիր ունեն, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական միջոցները, ահա, տեսնում եք, ավելացնել, եթե 7-ը ոչ աշխատանքային օր է, ապա ամսի 8-ին, մանավանդ որ երկուշաբթի օր է, բոլոր այդ հարցերը, խնդիրները կարող եք լուծել։ Ամսի 7-ին նաև կարող եք գնալ եկեղեցի, ինչու, որտեղ Լուսինը ձկների կենդանակերպում է, չեք գնում ձեր տան մի անկյունում կարող եք աղոթել, որտեղ հնարավոր է ձեր աղոթքները առ Աստված
տեղ հասնել։ Մենք հաջորդ կենդանակերպը եւ հաջորդ օրը դիտարկում ենք ամսի 9-ին ցերեկային ժամերին մոտավորապես 12-ի 1-ի դրությամբ է հաշվարկները արվում, որպեսզի հենց այդ օրերի մոլորակային դիրքերը, լուսնի դիրքերը ավելի մոտ լինեն եւ ես կարողանամ հստակություններ տալ իրավիճակների եւ իրադարձությունների մասին եւ դուք էլ, եթե ինչ-որ բան ձեռնարկում եք, ապա հնարավորինս այդ ամենը մոտ լինի տիեզերական թրթիռին, այդ գործողությունները, նոր մշակված այդ պրոյեկտները, այն ամենը ինչ պետք է սկսեք, ինչ պետք է կատարեք։ Հաջորդ օրը, սիրելի հետևորդներ, մենք դիտարկում ենք փաստորեն, տեսեք, 8-ին արդեն որոշ չափով խնդիրներ կան եւ դրական դիրքեր կան ֆինանսական հարցեր լուծելու եւ ասել եմ լուսնաձկների կենդանակերպում աղոթքների համար եւ այլն, նաեւ բանկերի հետ կապված ձեր հարցեր լուծելու, եթե բնակարան է գտնել, եթե հարազատների հետ կապված որոշակի հարցեր կան, թղթաբանության հետ կապված հարցերը կլուծվեն։ Բայց սիրելի հետևորդներ, մենք տեսնում ենք ամսի 9-ը խոյ կենդանակերպում ակտիվ է լուսինը, այդ ամենի շարունակությունը կարող է լինել հենց ամսի 9-ը, 8-ին եթե խոչընդոտներ եղան, 9-ը ավելի բարենպաստ է։ Ես ցանկանում եմ, որպեսզի այդ օրը դուք օգտագործեք եւ վիրահատության հետ կապված, տեսեք, լուսինը արդեն նվազող տրիգոնի Վեներայի Յուպիտերի հետ, բայց սիրելի հետևորդներ, որտեվ հաջորդ օրը ավելի բարդ է։ Տեսնում եք, երկու օրերը իրենք բարդ են։ Լուսինը խոյի կենդանակերպում ճիշտ է նվազող է, բայց բարդ դիրքավորումները նրան կոնֆլիկտներ եւ խոչընդոտներ կարող են հրահրել։ Այդ իսկ պատճառով կարևոր գործերը մեկնարկեք ամսի 8-ին եւ 9-ին, եւ բանկերի հետ կապված, եւ տանարքու վաճառքի հետ կապված, եւ վիրահատություն, եւ նոր գործեր սկսելու, լուսինը խոյում ակտիվություն է տալիս, այսինքն բոլոր կարևոր գործերը ամսին են կատարեք, ամսի 10-11-ը բացառիկ բարդ օրեր են եւ հնարավոր է այդ օրը, այդ երկու օրերին զանգվածային այդ ձերբակալություններ, կոնֆլիկտներ ոստիկանների հետ, այստեղ ուժային կառույցները կարող են խառնվել, որտեղ Սատուրնը, տեսնում եք, եւ խոյը ուժային կառույցներն են, գաղտնիքներ կարող են բացահայտվել, այդ երկու օրը բացառիկ լարված են լինելու մեզ մոտ։ Մի քիչ իրավիճակ կարող է հանգստանալ հունիսի 12-ին, լուսինը ցուլում, գնումներ, բանկերի հետ գործարքներ, թանկարժեք իրեր, երկարաժամկետ օգտագործման իրեր, տան արք ու վաճառք, գումարներ կարող եք ավանդներ դնել, գումարներ կարող եք ստանալ, աշխատավարձի բարձրացում կարող է լինել, ֆինանսների հետ կապված բոլոր գործողությունները, այդ բոլոր գործարքները հնարավոր է բարենպաստ ընթացք ստանան, ինչպես նաև հաջորդ օրը հունիսի 13-ին, 12-13 բացառիկ բարենպաստ են, նոր գործերի համար նորալուսին է անհրաժեշտ, բայց եթե ցանկանում եք գրանցել ամուսնությունը, եթե ցանկանում եք երկարաժամկետ, այդպես եւ կայուն գործարքներ կնքեք, բացառիկ բարենպաստ հունիսի 12 եւ 13։ Հաջորդ օրը հունիսի 14-ին լուսինը երկորակի կենդանակերպում նորալուսին է սկսելու, իսկ նորալուսինը բարդ նորալուսին է, բարդ հարաբերություններ, ապա դրա հետ կապված դուք կարող եք կարևոր խոսակցությունները կատարել, կարևոր գործերը, բանակցությունները հունիսի 14-ին լուսնի երկորակի կենդանակերպում, այդ լրատվության հետ կապված սովորելու դասընթացների երկորակը երեխաներն են, նախադպրոցական կրթությունն են, լեզուներն են, ճանապարհորդություններն են երկրի ներսում, այդ օրը այդ առումով է բարենպաստ։ Հաջորդ օրը սիրելի հետևորդներ ամսի 15-ն է, լուսինը գտնվում է երկորակի կենդանակերպում բացառիկ բարդ դիրքեր, այն կոնֆրոնտացիայի է պատրաստվում Նեպտունի եւ Սատուրնի հետ, բանակցությունները կարող են չեղարկվել, հնարավոր է խոսակցությունները փակուղի մտնեն, ամսի 15-ը նորալուսին բարդ դիրքերով, բացառիկ նորալուսիներից, որը ուղղակի կարող է տանել խաբեության եւ կարող է տանել դեպի փակուղի, 2 օր ամսի 16-ն էլ է նույն վիճակը հունիսի 17-ից նոր իրավիճակը շտկվում է, լուսինը խեցգետնի կենդանակերպում է,
Մարսի հետ դրական դիրքեր, այնինչ սկսել եք ամսի 12-13, այդ օրերի մի քանի օր բացառիկ բարենպաստ են, այստեղ շարունակությունը կարող է լինել, կարող է գրանցել ամուսնությունը, ամուսնանալ, ընտանիք կազմել, առաջարկություն արել, բոլոր այդ դրական օրերը կարող եք օգտագործել, խեցգետինը ընտանիք, հայրենիք, օջախ կարող եք գալ հայրենիք, այստեղ վայելել կյանքը, գնել ձեր երազանքի բնակարանը, ձեր այգին, ձեր տունը, հաջորդ օրը տեսնենք ինչպիսի վիճակ է, 18 հունիսի բարենպաստ է, երեխաների հետ հարաբերությունները կարգավորելու, նրանք ովքեր բեմի արվեստի մարդիկ են, դերեր կստանան, գովազդներ կարող եք դնել, իրեր կարող եք առնել, թանկարժեք իրեր, ձեր երեխաներին կարող եք տանել պատկերասրահներ, ժամանցի վայրեր, վայելեք երեխաների հետ ժամանակը, այդ երկու օրը ձեր երեխաները կարող են ձեզ ուրախացնել, տեսնում եք, Վեներա Պլուտոն օպոզիցիայից մի քիչ ուշադիր եղեք սիրային հարցերում, թող առույց, ջրհոս, ցուլ և կարիճ զգուշանան, բայց բացառապես առույցներն ու ջրհոսները դավաճանություն կարող է լինել, խանդի տեսարաններ, ձեր էգոն, ձեր եսը առաջ չտանեք։ Գնանք առաջ, բարդ օր է ամսի 19, լուսինը առույցի կենդանակերպում, կոնֆլիկտային օրեր, եթե նախորդ օրերը շատ եք ծախսել օրերին, կոնֆլիկտներ կլինեն ձեր երեխաների հետ, ձեր սիրելիների հետ, այդ օրը ֆինանսական խնդիրների առաջ կարող եք կանգնել, թանկարժեք գնումներ չանեք, որպեսզի դրա համար հետո չզղջաք, լարվածություն առույց ցուլ դաշտում։ Հաջորդ օրը լուսինը կույսի կենդանակերպում, առանց ընթացքի է լուսինը, կույսը աշխատանք, առողջություն, բայց եթե վիրահատություն եք, շատ լավ է, որ ամսի 20-ն է, այդ օրը կարելի է չանել, հաջորդ օրը դրական դիրքեր, ափսոս կիրակի է, բայց միևնույն է ձեր աշխատանքային գործերը առաջ գցելու համար է բարենպաստ, աշխատակիցների հետ հարաբերություններ շտկելու, աշխատանքում առաջատար դիրքեր գրավելու, ֆինանսական նոր հոսքեր ապահովելու, հնարավոր է, որ այդ հոսքերը ուղղակի ավելանան, եթե դուք աշխատող եք, եթե նույնիսկ ղեկավար եք, ձեր աշխատակիցների հետ հարաբերություններ շտկելու և պրոֆեսիոնալիզմի այսպես ետևից գնալու և շահած դուրս գալու համար բացառիկ բարենպաստ է։ Լուսինը կշեռքի կենդանակերպում, ամուսնություն կարող է գրանցել կշեռքի կենդանակերպում, ամուսնության գրանցման համար բարենպաստ օր է, բայց արևլուսին քառակուսին կա, այդ օրը մի քիչ ուշադիր եղեք, եթե հանկարծ շատ շտապում եք, օրը ընդհանուր առմամբ գրանցման համար բարենպաստ է, կշեռքը ամուսնություն միջանձնային հարաբերությունն են, եթե ոչ, այս ասպեկտն է, ես ուզում օգտագործել, բայց ուշադիր եղեք, նաև կոնֆլիկտներ չլինեն տան մեծերի հետ, ղեկավարների հետ, մենք օրեր կհաշվենք, եթե խիշտ անհրաժեշտ է, այդ օրը կարող եք վերցնել, որպես կարևոր օր, եթե չէ, սպասենք, մենք էլի օրեր ունենք, տեսնում եք 23-ը ավելի բարդ է, ուստի կարևոր գործերը, բանակցությունները, խոսակցությունները ամսի 23, իսկ 22-ին եք կատարում։ Լուսինը կարիճի կենդանակերպում, հունիսի 24 բարդ ֆինանսական գործարքների, ընկերների հետ հարաբերություններ, տան անդամների հետ կարող են սրվել իրավիճակը, ֆինանսները հնարավոր է չհերիք են, պարտկատերերը կարող են ձեզ խանգարել, պարտքեր չվերցնել, վարկեր չվերցնել այդ օրը, տան մեծերի հետ, ամուսիններով, հայր, մայր, նրանց հետ կարող եք քննարկել ձեր ապագա պլանները, բայց կարևոր գործերը թողեք մոտակա օրերին կամ նախորոքարեք, այնտեղ օրեր եմ նշել, 25-ը բարդ է ֆինանսական գործարքների համար, լարված օր է, կարիճները, առույցները թող զգուշանան, ծախսեր չանեն, խաղամոլների համար է բարդ, այդ օրերին եթե դուք խաղադրույքներ անեք, հնարավոր է այդ ամենը կորցնեք և ընդհանրապես խաղամոլությունը, թմրամոլությունը, միշտ ասում եմ, դրանք մոլուցքներ են, որոնք կործանում են ձեր կյանքը, սիրելի հետևորդներ։ Հաջորդ օրը կարիճի կենդանակերպում իրավիճակը սրվում է, ֆինանսական սուր խնդիրները դեռևս կան մայրիկի հետ, բայց գործարքներ կարող եք շատ թե քիչ կնքել, տան անդամների հետ ձեր այդ ֆինանսական հարցերը կարող եք լուծել, հնարավոր է կարողանաք ձեռք բերել բնակարան և հենց բանկային գործարքները կատարեք այդ օրն էլ կարող են ձեզ հաստատում տալ այդ անշարժ գույքը ձեռք բերելու համար կամ ներդրումներ կատարելու համար։
Հաջորդ օրը 27-ին հունիսի լուսինը աղեղնավորում, մենք սկսեցինք լուսինը աղեղնավորում բարդ դիրքերով, այս անգամ դիրքերը այդքան էլ բարդ չեն, ուշադիր եղեք առավոտյան ժամերին, այսպես անսպասելի իրավիճակներ կարող են լինել, հնարավոր է լրատվության հետ կապված որոշակի խնդիրներ, ընկերների հետ, համախոհների հետ լարվածություն, որոնց հիմքը կարող է ֆինանսական լինել, բայց ընդհանուր առմամբ նոր գործեր սկսելու, արտերկրի հետ կապերը ամրացնելու, ճանապարհորդելու ու թարգմանչական այդ գործունեությամբ ծավալվելու համար բավականին բարենպաստ է։ Տուրիստներ կարող եք ընդունել եւ նրանցից շահույթներ կարող եք ունենալ։ Հաջորդ օրը բացառիկ բարենպաստ օր, սիրելի հետևորդներ, հունիսի 28-ը։ Մեծ տրիգոն դիրքավորում, լուսին Վեներա, սեր, մեծ սեր, օտարերկրյա ճանապարհորդություն, ակտիվություն, այդ օրը բացառիկ բարենպաստ օրերից է, ափսոս կիրակի է, նոր գործեր կարող եք սկսել, համենայն դեպս վայելեք կյանքը, ամսի 28-ը բացառիկ բարենպաստ օրերից է, կարող եք այդ բոլոր արարողությունները անել հարսանիք, նշանադրություն, տեսնենք ինչ որ է 29-ը ցավոք բարդ է, պետական ադմինիստրատիվ այդ բոլոր գրառումները, պայմանագրերը, դրանք ուղղակի խորհուրդ չի տրվում կատարել, ամսի 30-ն էլ նույնը եւ հուլիսի 1-3 բարդ օր։ Սիրելի հետևորդներ, փորձեցի ներկայացնել հունիս ամսվա կարևոր մոլորակային դիրքերը։ Ես ընթացքում Instagram-ի եւ Facebook-ի միջոցով կարողանում եմ ձեզ տալ ալտերնատիվ տեղեկատվություն կամ այն տեղեկատվությունը, որը դուրս է մնացել հաղորդումների այդ դաշտից։ Օրերը բավականին բարենպաստ են լինելու, հասկանանք ինչ է տեղի ունենալու մեր երկրի հետ։ Իսկ ես ձեզ ասում եմ, գնացեք ընտրության, գնացեք ինչ որ մի ուժի ընտրեք, եթե իմ տված տեղեկատվություն ձեզ չի բավարարում։ Ես ասում եմ, ես շատ ուրախ կլինեմ, որ ընդդիմադիր դաշտում լինեն ակտիվ եւ բանիմաց գործիչներ, որոնք կուղղորդեն մեր երկրի ղեկը եւ համատեղ ղեկավար մարմինների հետ հակասության միջոցով, նույնիսկ փոխադարձ փոխըմբռնման միջոցով նրանք օգնեն մեզ մեր երկրի զարգացմանը։ Նաեւ շնորհակալ եմ, որ դիտում եք ալիքը, որ բաժանորդագրում եք։ Ես ձեզ ասեմ, որ շատ դրական ֆիդբեքեր եմ ստացել իմ մասին, դրա մասին կպատմեմ հաջորդ հաղորդման ժամանակ։